Հայաստանի ազգային պատկերասրահում Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը հանրությանը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն։ Ժողովածուն ներառում է 371 կլինիկական գործելակարգ 25 բժշկական մասնագիտացումներով, ներառյալ թերապևտիկ և վիրաբուժական ուղղությունները։ Գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա բարձր ապացուցողականությամբ և կիրառելիությամբ, հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։ Այստեղ շատ կարևոր է ապահովել բուժարուի պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, և բժիշկը պարտավոր է ցուցաբերել բոլոր այն գիտելիքները, որով զինված եկել է պացիենտը։ Հենց այդ առումով մենք որոշել ենք թողարկենք այս գիրքը։ Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումը իրականացվել են Վարդանանց բժշկական կենտրոնի մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորում է Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։ Այստեղ երևում է Վարդանանցի ձեռագիրը։ Սա շատ կարևոր կոնցեպտ է, հատկապես առաջնային օղակի բժշկին շատ օգտակար կլինի, երբ որ ինքը ուզում է վստահելի աղբյուրից ստանա տեղեկատվություն։ Ժողովածուն նախապես ներկայացվել է քննարկման և մասնագիտական գնահատմամբ Առողջապահության նախարարության ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդին, որի անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։ 2026 թվականի շնորհանդեսի առանցքային շեշտադրումը պացիենտի վրա է, որպես բժշկական գիտության և պրակտիկայի հիմնական շահառու։ Փորձել ենք տալ այնպիսի ախտորոշումներ, որոնք ոչ միայն ինտերնալ, այսինքն Վարդանանցի ներսում, այլ նաև ամբողջ Հայաստանի բժիշկներին օգնեն և լինեն իրենց գրքի, իրենց սեղանի հիմնական գիրքը։ Երբ որ մենք առաջին հատորը ձեռք ենք բերել, նա տեսել ենք, որ շատ օգտակար է, որպես սեղանի գիրք, որպես ընտանեկան բժշկի համար գործելակարգ։ Մեկնարկել է նաև դրանց վերափոխումը Moodle թվային ուսուցման հարթակի համար։ 2027 թվականին Վարդանանցի մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերն առաջարկել Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։